Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 17-ը։ Ձերբակալվել են Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորներից մեկը եւ մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, նաեւ կաշառք ստանալու մեջ։ Իշխանական լրատվամիջոցներով տարածված Նաթան արքիեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երջանկյանի 2023 հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Հիշեցնեմ, խոսքը եկեղեցականների Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցելու Գարեգին երկրորդ կաթողիկոսի հորդորի մասին է։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր ներկայացուցչի Շահան արքիեպիսկոպոսի միջոցով մտահոգություն է հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսի եւ Հայաստանում այլ հոգեվորականների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։ Մինչդեռ կառավարության հայտարարության համաձայն Արամ Առաջինը իր օրհնությունն է հղել վարչապետ Փաշինյանին։ Երկու ամսով կալանավորվել է Բագրատ արքիեպիսկոպոս Գալստանյանի գործով մեղադրյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ըստ ամենայնի դատավորներին ու դատախազներին պախարակող գրառման համար։ Փաստաբանական համայնքի զգալի մասը վրդովել է այդ փաստից, մի քանիսն անժամկետ գործադուլ են հայտարարել։ 2 ժամից ավելի տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ղեկավարները, որից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ Հունգարիայում, Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու քայլերը քննարկելու համար։ Պակիստանի հյուսիս-արևմուտքում Աֆղանստանի հետ սահմանի մոտ մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրականացրել, որի հետևանքով զոհվել է առնվազն 7 պակիստանցի զինվոր։ Վերջին օրերին երկու երկրների միջև հարաբերությունները կարծես տանում են լայնածավալ պատերազմի։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։